որպես միջանցք, լաչինել միջանցք, սայել միջանցք, էստակադա կամուրջով կամ չգիտեմ թունելով, արդեն բայց իրականում չեն եղել այդ տարբերակները, ասեմ էստակադայի տարբերակը որպես միջանկյալ առաջարկել է Սահմանադրական դատանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով նաև այդ ժամանակ անվտանգության խորհրդի անդամ էր, եւ այդ առաջարկը նստածները գրեթե բոլորն ասել են, որ կարող է որպես տարբերակ էստակադան, բայց ինքը չքննարկման թեմա չի դարձել, որտեղ այդ առումով քննարկման թեմա դարձած 3 տարբերակները բերել է Վարդան Օսկանյանը, ինքը շատ լավ գիտի, Ռոբերտ Քոչյանը շատ լավ գիտի, դա Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքով փոխում ես Ղարաբաղն անկախ է, մյուս 2 տարբերակներով Ղարաբաղը անկախ չի հանրաքվե կամ քվեարկություն պիտի արվի, զրոյական կետի տարբերակ էր, որ Մեղրի ագարակը դառնում է զրոյական կետ, ինքը բոլորինն է ու ոչ մեկինը չի, այդտեղ խաղաղարարներ են կանգնում, բոլորն առևտուր են անում, բայց ինքը ոչ մեկինն է մոտավորապես։ Երկրորդ այդ զրոյական կետը ավելի վերև, ավելի կաշտեղի։ Էստակադայի տարբերակ որպես էստակադա, որ կառուցվի կամուրջով թունելով, նրանք էլ մենք էլ չի եղել, ու միայն այդ տարբերակն է եղել, որում Ադրբեջանը համաձայներ ըստ Մինսկի խմբի առաջարկածի եմ ասում, ոչ Ռոբերտ Քոչարյան, որում Ադրբեջանը համաձայն էր, որ Լեռնային Ղարաբաղը կարող է անկախ լինել։ Եթե մենք Լաչինի շրջանը փոխանակում ենք Մեղրի շրջանում, այդ տարբերակին Ադրբեջանը համաձայն էր, բայց այդ տարբերակի թերությունների մասին լավագույնը ներկայացրել է Լևոն Տեր-Պետրոսյանը, ես իմ վրա չեմ վերցնի այդ ներկայացնեմ։